Նշեմ, որ այսօր հիմնականում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը անդրադարձել է այն բոլոր արձագանքներին, դիմումներին, բողոքներին, ահազանգերին, որոնք մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում են եւ հիմնականում իրականացրել է ուսումնասիրություններ մարդու ընտրելու իրավունքի իրացման շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Եվ այսպես արձագանքը եւ ահազանգերը եղել են 112-ը, որից 65-ին դրական լուծումներ են տրվել եւ նշեմ, որ հիմնականում այդ խնդիրները վերաբերել են ընտրողների ցուցակներին, այսինքն նաեւ տեղամասերը, ովքեր չեն կարողացել իրենց տեղամասերը գտնեն, տեղամասի գտնվելու վայրերի խնդիրն է եղել, ծանուցման, ընտրողներին իրենց տեղամասերի վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու հետ կապված խնդիրներ են արձանագրվել, նաեւ եղել են խնդիրներ շրջիկ արկղով քվեարկություն կազմակերպելու հնարավորության վերաբերյալ հարցեր, արձագանքը եղել է նաև հիմնականում ձերբակալված անձանց պահելու վայրերում քվեարկություն կազմակերպելու, ստացիոնար բուժհաստատությունում քվեարկություն կազմակերպելու վերաբերյալ հարցերին, ըստ էության խնդիրները հիմնականում վերաբերվել են այս հարցերին, նաև եղել են հարցեր, որոնք որ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետին են վերաբերվել, նաև եղել են հաշվառում չունեցող ընտրողների, այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը վերաբերող հարցեր։ Այսինքն հիմնական հարցերը, որոնք որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրվել են, վերաբերել են զուտ այս նմանատիպ խնդիրներին։ Բոլոր այն հարցերը, որոնք որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եկել են աշխատակազմ, սակայն չեն եղել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շրջանակներում, դրանք հիմնականում վերահասցեագրվել են կամ հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին։ Նաև նշեմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք որ բարձրաձանվել են, հարցերը, հանգամանքները, որոնք մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրվել են, դրանք նաև համագործակցված աշխատանքի արդյունքում են ստացել իրենց դրական լուծումը, այսինքն համագործակցություն իրականացվել է շատ արդյունավետ համագործակցություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, հակակոռուպցիոն կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ եւ նաեւ իրավասու այլ պետական մարմինների հետ է եղել համագործակցությունը։ Բացի կենտրոնական մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին թեժ գծով ստացված ահազանգերին, նաև ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներով ստացված մշտադիտարկման արդյունքում իրականացված աշխատանքներին ու հրապարակումներին ենք ծանոթացել, մոտ 510 հրապարակում, որոնց վերաբերյալ եւս պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւս սկսել է ուսումնասիրություն իրականացնել։ Հիմնականում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա ամփոփումը կարող ենք ասել, որ հիմնականում այսպիսինն էր, երևի թե այսքանով ես ամփոփումը կավարտեմ, շնորհակալ եմ։